սենց խայտարակ մակարդակի, խորհրդարան ես գիտեք բազմաթիվ գումարումների պատգամավոր եմ եղել, ամեն ինչ տեսել եմ, բայց այս աստիճանի այլանդակություն, ուրիշ բառ ես չեմ կարող ընտրել, որովհետև խորհրդարանական ընդհանրապես մշակույթի հետ այս ամեն ինչը որևէ կապ չունի, ոչ միայն կապ չունի, իշխանությունները անգամ չեն էլ հասկանում, որ սա բացի նրանից, որ մենք մեր մեջ ենք այս խոսակցությունը ունենում, դուրսներ են լսում եւ երևի ամենախայտարակ բնորոշումներն են տալու հաստատ այս խորհրդարանին եւ մանավանդ այս իշխանություններին։ Իշխանությունները չեն հասկանում իրենց պատասխանատվությունը։ Իրենք պետք է ամեն ինչ անեն սանձելու, բայց հիմա իրանք երևի ստացել են հրահանգ, ընտրությունները մոտենում են, ես այդպես եմ տեսնում, որտեղ այս խանդավառ կերպով հայհոյախոսությունները, որ մեկը մյուսին հերթ չտալով խոսում է, այդ նշանակում է ինչ-որ երևի մրցանակ է սահմանվել ցանկում տեղ գրավելու համար, ով ավելի հուշկու հայհոյանքներ կարտաբերի։ Եվ սա մենք տեսնում ենք մարդիկ կան, որոնք այս ընթացքում չէին էլ, այսպես ասած, դրսևորվել։ Հիմա ես ավել ինչ-որ գնահատական տալու խնդիր այս առումով չկա, որովհետև այնքան պերճախոս է, ինչ-որ իրականում տեղի ունենում, մարդկանց աչքի առաջ է դա կատարվում, եւ սրանից ակնհայտ որևէ բան ասելը ուղղակի անհնար է, որովհետեւ մեկնաբանելն էլ չի տա այն էֆեկտը, ինչ որ ասում է մարդ մի անգամ ավելի լավ է տեսնի, քան 100 անգամ լսի։ Հիմա մեր ժողովուրդը ամեն օր ականատես է լինում այս ամեն ինչին։ Հետո իրանք որոշել են օրինակ վերցրել, տենց խաղական դաշտում էլ ակտիվ մարդիկ կան, չէ, որ հայհոյախոսությամբ են իրենց դրսևորում, երևի մտածում են, որ սա էլեկտորատ է իրենց ապահովում եւ փորձում են այդ էլեկտորատից ուզում են, այսպես ասած, օգտվել։ Լևոն Քոչարյանը իրան շատ կոռեկտ է պահել, շատ կոռեկտ։ Այն ինչ որ իր դեմ ասել են, որևէ անձ ես անգամ զարմանում եմ, որ ինքը կարողացել է այդքան էլ համբերել։ Այն ինչ որ իր դեմ ասում են եւ իր հասցեին են ասում, ամեն մարդ չի կարող բանը տանել։ Դահլիճում սեռական բնույթի հայհոյանք ինչ է։ Իսկ պետք է ազգային ժողովում հայհոյել մարդու ամբողջ տոհմը, հա, եւ դա կատարի փոխխոսնակը, ով է տեսել տես բան։ Ես էլ գիտեք այնքան բան մարդկանց վրա հղում անելով կասեմ։ Ասում եմ, հենց դու էլ ասեցիր էլ ասելը ոնց է ալնում։ Մարդիկ ասում են որն է, ասի կարելի է, ես էլ լսել եմ ու գնամ մի հատ հայհոյախառ արտահայտություն։ Եղավ որ ես չհայհոյեցի։ Այսօք է տրամաբանությունը։ Այս պրիմիտիվ բանի հետևում թաքնվել հնարավոր չի այլևս։ Իշխանական պատգամավորները անհանգիստ էին ասում, ինչու չի եկել Լևոն Քոչարյանը։ Երեկվա միջադեպը։ Ուզում են շարունակեն, հա։ Այսինքն այս իրացեությունն է դա։ Իրանք այլևս փաստարկված բանավեճի անկարող են։ Իրանք հասկանում են, որ ձախողվել է իրենց քաղաքական կուրսը, նոր էլ ստեղ ասեցի հանձնաժողովում։ Այս մարդկանց գիծը բոլորովին ուրիշ տեղ տանող գիծ է։ Իրանք ուզում են թաքցնեն այն, որ հայ ժողովրդին որպես զոհ ուզում են մատուցեն ցեղասպանին։ Էս է իրանք ուզածը։ Հայ ժողովուրդը սա պետք է հասկանա։ Եվ սա փագելու, քողարկելու համար ամեն ինչ էլ պատրաստ են։ Հայհոյանքներ, բանավեճերը վերածեն այս քաշքշուկի փողոցային մակարդակով, անգամ մեր փողոցում մարդիկ ավելի կոռեկտ իրար հետ խոսում եւ իրար պահում։ Իսկ ստացել են հրահանգ քան դու քարափանել ընդհանրապես խորհրդարանական մշակույթ կոչվածը եւ մենք մեր այս պատկերը ցույց տանք ամբողջ աշխարհին։ Դե խորհրդարանը արդեն գնում է լուծարման, էլի բան չմնաց։ Ինչի հույսներս են, որ ժողովուրդը այս ամեն ինչը տեսնելով իսկապես նորմալ խորհրդարան ընտրի, որ այն հարցերը, որոնք կուտակվել են մեր ժողովրդի համար կարևոր, վերջապես այդ հարցերով սկսի զբաղվել։ Մենք ունենք առաջին մանդատով օժտված, առաջնային մանդատով օժտված մարմին, որը փողոցային ռազմորկեքի, փողոցային հայհոյախառն այս միջադեպերի մեջ է թաղված։ Լևոն Քոչարյանի կողմից խորհրդարանի դահլիճում ինչ է կարծում պետք է այսինքն վարչապետը թող իր բանը պաշտոնից հրաժարվի հայհոյանք հնչեցնելով իրանք էր ասում գիտեք ինչ շատ պարզ մի հատ խոսք կա քամի ցանողը փոթորիկ է հնձում իրանք քամի են ցանել փոթորիկ են հնձում էս է իրականությունը սրանից պետք է ազատվել իրանք չեն հասկանում որ սա ուր է տանելու
Սա իրանց համար էլ է շատ վատ լինելու։ Իրանք պետք է իրանց պահեն օրենքի շրջանակներում, քանի որ ունեն նաև բավականին լուրջ պաշտպանվածություն իշխանական։ Հիմա այդքանը փաստորեն իրենց չի երիքում։ Էսա դառնում է իրանց չի երիքում, հիմա ուզում են, այսպես ասած, ավելի խայտարակ ձևով իրանք իրանց հարցեր լուծեն։ Ինչին։ Որովհետև Արսեն Թորոսյանն այսօր ասում է, որ քաղաքական վենդետա պետք է լինի եւ իրավունք չունի որևէ մեկը ազգային ժողովում կամ որևէ այնտեղ հայոյանք։ Այդ իրանց թող ասեն առաջերտին, իրանք իրանցը չեն տեսնում, բա որ հարցրել էին, ասում էին ինչի Նիկոլ Փաշինյանը համբալ ասել են բահու կռվի ժամանակ մեղր չեն բաժանում։ Այսինքն իրանք կարան հայհոյեն, մենք պետք է կանգնենք մեղր բաժանենք, հա։ Մեզ հայհոյեն, մենք ասենք, այ գիտեք, այստեղ մեղր ենք բերել ձեր համար, մի քիչ կարող է ճաշակեք այս մեղրից։ Ասեք, լրիվ հիմարի տեղ են դրել։